մարդիկ մեկ-մեկ նույն ասում են կրոնի հետ, դա կրոնի հետ կապ չունի, այսինքն դու դիտարկում ես քո մտքերը, մեկ շատ ծայրահեղ կրոնականներ ասում են դա սատանիզմ է, ես զարմանում եմ իրանց գրագիտության, դե Հայաստանում են այդ ասում ուրիշ երկրներում ցավոք սրտի մի քիչ ավելի շատ բարի զարգացած են, այդքան չեն, որտեղ եթե դիտարկում ես քո մտքերը չի նշանակում սատանիզմը, բոլորը պիտի դիտարկեն, որ ախմախ մտքեր գլխի մոտ չգան։ Այսինքն ո՞նց ես անում, մաքրում ես, ինչ ես անում։ Դե դիտարկում ես քո մտքերը, ասենք թե հիմա ընկար ինչ-որ հույզերի մեջ դիտարկում ես հետո քո այդ հույզերը, սկսում ես դիտարկում, տարբեր տեխնիկաներ ասենք, մեդիտացիան։ Քո հույզերը, ինչի դու ասենք ստեղ այդ վախից զգացում եղավ, ինչի վախեցար կամ ինչի sense բան չասել, սկսում ես մտածել, էլի։ Շատերը մտածում են մեդիտացիան դա անջատում ես ուղեղը, ոչ մեկ չի կարող անջատի ուղեղը, նույնիսկ ամենախորը քնում ուղեղը չի անջատված, էլի, անջատել ոչ մեկ չի կարող, այդ անջատել մեռնելուց է մենակ անջատվում ռուբիլնիկը, նասած ժամանակ չեն, ինչ-որ շնչառություն է անում, հանգստացնում ենք, դու ինչ-որ կրոնական ես, դե բացարձակ, ասենք մեկը որ նա շտանգա բարձրացնի, ասեն դու ես կրոնի ծառայողն ես, դա կապ չունի, ուղղակի շատ աղավաղված ընկալում կա դրա մասին, ցանկացած Տեր Հայր, ես խորհուրդ կտամ գա մեդիտացիայի մասնակցի, շատ իրոք խորհուրդ կտամ, որ իրանց մտքերը խաղաղվեն։ Իրանք կարան ասենք մենք աղոթքով ենք խաղաղացնում, բայց այդքան չեն կարող խաղաղացնել, նաև այդքան էլ չեն կարող խաղաղացնել, աղոթքը քիչ է։ Աղոթքը բառեր են, որ դու քո հոգին աստվածայինի հետ առնչվում, որտեղ ներքին խաղաղություն կարող է, բայց քո մտքերի հետ դու պետք է կարողանաս գիտակցաբար դիտարկես, հասկանաս, բանանես, որ այս մտքերի հետ աշխատես, այն մտքերի ամեն ախմախ բան, որ գլուխդ մտնում է, պետք է դրան չակտիվացնես, որտեղ կանան լիքը տեստարացության մեջ մտքեր կա, մտնի մեր գլխի մեջ, էլի, դրանց պետք չի բոլորին ակտիվացնել, ասենք թե հիմա շարժում ես, միտեղ համող ուտելիք են սարքում, դու անկապ սկսում ես այդ մտքերը կարդալ, ուզում ես գնաս առնես, կարող կուշտել ես, բայց ուզում ես պետք է կարողանաս քեզ ինքդ քեզ տիրապետես